Որպես սահմանադրական դատարան դիմաց պատգամավորների ներկայացուցիչ, ես այսօր ձեզ կներկայացնեմ իմ գնահատականը, թե դրական կողմերի, թե այն թերությունների, որոնք շատ լուրջ են, որոնք չպետք է անտեսվեն։ Անհրաժեշտ եմ համարում շեշտադրել մի կարևոր հանգամանք։ Սահմանադրական դատարանը ցավոք սրտի մերժեց իմ միջնորդությունը գործի լսումները անցկացնելու բանավոր ընթացակարգով, ինչը խախտում է իրականում սահմանադրական դատարանի մասին օրենքի պահանջները եւ այդ հնարավորությունը իհարկե շատ կարեւոր էր, որովհետեւ հանրության համար պայմաններ կստեղծվեին լսելու իրականում, թե որոնք են մեր փաստարկները, ինչ ենք մենք պնդում եւ որ սահմանադրական դրույթներն են դրա հիմքում։ Այնուամենայնիվ այս հնարավորությունը անտեսվեց, այնպես որ ես կփորձեմ այսօր օգտագործել այս հանդիպման հնարավորությունը գոնե համառոտ, բայց ներկայացնելու մեր հիմնական դրույթները, այն դրույթները, որոնք ընկած էին մեր դիմումի հիմքում։ Բայց մինչև շարունակելը կուզենայի մի բան, շատ կարևոր բան հստակ ընդգծել։ Ես ինքս անվերապահ պաշտպանում եմ հանցագործության եւ հատկապես կոռուպցիայի արդյունքներով ձեռք բերված գույքի բռնագանձումը։ Այսինքն այն, ինչ ես հիմա ներկայացնում եմ, ամենևին աղերս չունի, ուրեմն որևէ մի մոտեցման հետ, որ փորձ է արվում պաշտպանել կոռուպցիոն գույքը, ոչ։ Բայց ես ինչքան դեմ եմ, եւ ավելի ինչքան կողմ եմ, որպեսզի կոռուպցիայի արդյունքում ձեռք բերված գույքը բռնագանձվի, ես նույնքան դեմ եմ, որ հիմքում դրվի բացարձակապես այլ պոպուլիստական գաղափար, որ եթե ինչ-որ մեկը հարուստ է, ապա դա նշանակում է, որ նա գողացել է։ Ես նաեւ համարում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը ինչքան էլ կարեւոր չլինի, այն միևնույն է, չի կարող հիմք հանդիսանալ, որպեսզի խախտվեն սահմանադրական հիմնարար իրավունքները։ Նախքան առաջանցնելը կուզենայի երկու խոսքով հիշեցնել օրենքի էությունը, որտեղ օրենքը ունի երկու հռչակված նպատակ։ Առաջինը դա կոռուպցիայի դեմ պայքարն է եւ այն վերաբերում է նախկին եւ ներկա պաշտոնյաներին։ Երկրորդ հռչակված նպատակը, սրանք խնդրում եմ ուշադրություն դարձնել, որովհետեւ սրանք շատ տարբերվող նպատակներ են։ Երկրորդ նպատակը դա ընդհանուր հանցավորության դեմ պայքարն է, որը վերաբերում է անձանց, որոնք օրենքով սահմանված որոշակի ցանկից հանցագործություններ են կատարել, եւ այս դեպքում բացարձակապես էական չէ, այդ մարդիկ պաշտոնյա եղել են, չեն եղել, զբաղեցնում են ներկայումս պաշտոն կամ չեն զբաղեցնում։ Ընդ որում երկրորդ պարագայում հանցավորության դեմ պայքարի պարագայում օրենքը որևէ պահանջ չի դնում, որ հանցագործությունը պետք է դատարանի կողմից հաստատված լինի։ Այսինքն կարող է անգամ ընդհանրապես քրեական գործ հարուցված լինել եւ այլն, եւ ավելին օրենքը նշում է, որ եթե անգամ անձը հանգարց ու արդարացվեց եւ համարվեց, որ նա հանցագործությունը չի կատարել, բռնագանձման վարույթը միևնույնն է պետք է շարունակվի։ Տարօրինակ է, բայց օրենքը պարունակում է նաեւ այդպիսի դրույթ։ Ուսումնասիրության շրջանակն էլ է բավականին լայն, այն ընդգրկում է 1991 թվականի սեպտեմբերից սկսած ձեռք բերված գույքը, եւ օրենքը պարունակում էր դրույթ, որ դա որևէ կապ չունի, արդյոք դա ձեռք է բերվել պաշտոն զբաղեցնելուց առաջ, հետո հանցագործության հետ որևէ կապ ունի, թե ոչ։ Եվ եթե անձը չկարողանար ներկայացնել բավարար ապացույցներ, որ այդ գույքը նա ձեռք է բերել օրինական եկամուտներով, ապա այդ գույքը պետք է բռնագանձվեր։ Այժմ ուզում եմ անդրադառնալ սահմանադրական դատարանի որոշման դրական կողմերին։ Առաջինը, դատարանը հաստատեց մի պարզ եւ շատ տրամաբանական ճշմարտություն, որ հանցավորության դեմ պայքարում բռնագանձվող գույքը պետք է կապ ունենա հանցագործության հետ։ Ես կապ բառը ասելուց ավելի երևի ճշգրիտ ձևակերպում կուզենայի օգտագործել, որպեսզի չդառնա այն քննարկման առարկա ավելորդ։ Դատարանը նշել է, որ այն պետք է որոշ հավաստիությամբ ցույց տրվի, որ կապ ունի այդ հանցագործության հետ։ Պետք չի միանշանակ դա ցույց տալ, բայց այնուամենայնիվ այն տրամաբանական կապ պետք է ունենա այդ հանցագործության հետ։ Բառացի, եթե մեջ բերեմ սահմանադրական դատարանի ասածը, դա հետևյալն է։ Բռնագանձման ենթակա է այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ։ Սա բառացի ձևակերպումն է սահմանադրական դատարանի։ Ասեմ, որ սա նորություն չէ, իրավաբանական նոր միտք չէ,
Այն դեռևս Տոդորովի գործով 2021 թվականի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի այդ գործով ամրագրված է եղել որպես շատ հստակ սկզբունք եւ մենք այդ սկզբունքը մատնանշել ենք մեր դիմումում։ Ավելին ասեմ, որ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանում քննվող գործերով բազմաթիվ փաստաբաններ այդ փաստարկը ներկայացրել էին, բայց դատարանները եւ դատախազները այն առ այս պահը մերժում էին